ձայն։ Բարև ձեզ հարգելի ռադիոլսողներ, հանրային ռադիոյի եթերում կրկին ձեր ձայնն է լսելի, ես Լուսինե Մուրադյանն եմ եւ առաջարկում եմ ոչ միայն մեզ լսել, այլև դիտել, մուտք գործեք armradio.am կայք դիտել կոճակը սեղմեք կամ Facebook-յան հարթակում եւս կարող եք մեզ հետեւել։ Հայաստանի հանրային ռադիո հայատար գրում եք եւ միանում եք նաեւ մեր հաղորդմանը։ Վերջին տարիներին Հայաստանի սոցիալական քաղաքականության կարևորագույն ուղղություններից մեկը Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր հայրենակիցների սոցիալական աջակցության եւ ներառման ապահովումն է։ Տեղահանությունից հետո հազարավոր ընտանիքներ կանգնել էին բնակարանային, զբաղվածության, կրթության, առողջապահության եւ սոցիալական պաշտպանության բազմաթիվ խնդիրների առջեւ։ Այս ընթացքում պետությունն իրականացրել է տարբեր աջակցության ծրագրեր, որոնցից շատերին մենք հենց քո ձայնի շրջանակում անդրադարձել ենք եւ դրանց նպատակն է եղել մեղմել սոցիալական հետևանքները ու աջակցել մարդկանց նոր կյանք սկսելու գործընթացում։ Սակայն կարևոր է հասկանալ, թե որքան արդյունավետ են եղել այդ ծրագրերը, ինչ ֆինանսական ռեսուրսներ են ուղղվել դրանց իրականացմանը եւ ինչ արդյունքներ են արձանագրվել։ Ներկայացնեմ իմ այսօրվա զրուցակիցներին ՀԿ կենտրոն քաղաքացիական հասարակության զարգացման հասարակական կազմակերպության ծրագրի փորձագետ Ղարիբ Հարությունյան, բարև ձեզ։ Բարև ձեզ։ Եվ ՀԿ կենտրոնի բյուջեների վերլուծության երիտասարդ փորձագետ Նանե Մխիթարյան, ողջույն։ Շնորհակալություն հրավերն ընդունելու համար, բավականին կարևոր է նաև իմանալ, թե որքան արդյունավետ են եղել այդ ծրագրերը։ Իդեպ բազմաթիվ նմանատիպ ծրագրերի մասին մենք խոսել ենք ոլորտի պատասխանատուների հետ եւ փորձել ենք հասկանալ, թե ինչ սկզբունքով են իրականացվելու այդ ծրագրերը։ Նախ խոսենք հետազոտության մասին եւ հասկանանք ինչ նպատակ էր հետապնդում այդ ուսումնասիրությունը եւ ինչու էր կարևոր հենց այս պահին գնահատել 2020-ից 25 թվականի սոցիալական այդ ծրագրերը։ Երկուսիդ է հարցը։ Շնորհակալություն նաև հրավերի համար։ Նշեմ, որ ինչպես նշեցիք, ՀԿ կենտրոն քաղաքացիական հասարակության կենտրոն հասարակական կազմակերպությունը իրավաբանների հայկական ասոցիացիայի եւ Եվրամիության ֆինանսական աջակցությամբ իրականացում է բյուջեներ քաղաքացիների համար ծրագրի շրջանակում այս հետազոտությունը եւ հետազոտությունը հիմնականում ուղղված է պետական բյուջեի սոցիալական պաշտպանության ոլորտի ծրագրերի պլանավորման ու իրականացմանը 2020-24 թվականների հիմնական ցուցանիշներն են վերլուծվել եւ իհարկե նաեւ 25 թվականը այն տվյալները, որոնք հետազոտության իրականացման ժամանակ առկա են։ Բնականաբար շեշտադրումը ավելի դրել ենք ԼՂ-ից տեղահանված մեր հայրենակիցների սոցիալական ապահովման հիմնախնդիրների ուսումնասիրության վրա եւ ուսումնասիրել ենք իրականացված այդ տարիներին իրականացված բոլոր ծրագրերը, բյուջետային հատկացումները եւ կարող ենք հստակ արձանագրել, որ տարեստարի հատկացումները ավելացել են եւ յուրաքանչյուր ծրագրի գծով նաեւ ավել հատկացումներ են կատարվել պետական բյուջեից եւ սոցիալական պաշտպանության ոլորտը մնում է ամենամեծ տեսակարգ կշիռն ունեցող մեր Հայաստանի Հանրապետության պետական բյուջեում։ Մենք բացի այն, որ ուսումնասիրել ենք զուտ, այսինքն թվային հատկացումները ցուցանիշային տեսքով, նաև խորացել եւ ուսումնասիրել ենք, թե այդ հատկացումները ինչքանով են արդյունավետ եղել, ինչպիսի կատարողական են ունեցել ու տարբեր մեթոդներով փորձել ենք գնահատել այդ կատարողականը։ Գնահատման արդյունքում մեր առջև խնդիր էինք դրել կատարել որոշակի բարելավման առաջարկներ եւ կարողացել ենք տարբեր խնդիրների շուրջ գտնել այն հիմնական ուղղությունները, բարելավման ուղղությունները, որոնք առաջարկել ենք պետական կառավարման մարմնին, այս դեպքում աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությանը։ Արդյոք նաեւ հետաքրքրվել եք եւ ճշտել եք, թե որքան մարդ է օգտվել այդ ծրագրերից, որովհետեւ կարող են լինել տարբեր ծրագրեր, բայց օրինակ որոշները տեղյակ չլինեն, որ կարող են նմանատիպ ծրագրերից օգտվել, սա եւս կարեւոր խնդիր էր, որովհետեւ լուսաբանման ընթացքում ես ինքս նկատում եմ, որ շատ շատերը զուտ տեղյակ չեն, որ հենց իրենց համար հատուկ նախատեսված ծրագրեր կան։ Շնորհակալություն հարցի համար։ Իրականում, ինչպես նշվեց, առհասարակ սոցիալական պաշտպանության ոլորտը Հայաստանում գերակա ուղղություններից մեկն է, ու ինչի է գերակա ուղղություններից մեկը, որովհետև ինքը առհասարակ ապահովում է ոչ միայն աղքատության նվազեցմանը, այլ նաև սոցիալ կայունության ապահովումը, ու այս դեպքում հենց գյուղնակցության թիրախմբերի աջակցության ծրագրեր է իրականացնում։ Մեր դեպքում թիրախմբերը դրանք Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձինք են, եւ ուսումնասիրության արդյունքում մենք ոչ միայն քանակական ցուցանիշների վրա
չի, որ դրել ենք մեր թիրախավորումը, այլ նաև որակական հարցումներ ենք իրականացրել հենց շահագրգիռ կողմերի, այսինքն բռնի տեղահանված անձանց շրջաններում եւ ինչպես նաև այն ԿԳՆ-երի, այսինքն քաղաքացիական հասարակության կազմակերպությունների հետ հարցումը իրականացվել է, որոնք հենց զբաղվում են այդ անձանց հետ անմիջական շփում ունեն, այո, եւ հիմնականում կար այնտեղ ծրագրեր, օրինակ զբաղվածության ծրագիրը, որի հարցման արդյունքում բարձվել էր, որ շատերը տեղյակ չեն կամ իրազեկվածության պակաս կա, քանի որ ներկա արդի աշխարհում եւ անդադ փոփոխվող ժամանակակից աշխարհում իրազեկվածության հանրությանը ներկայացնելու գործիքները, թերևս արհեստական բանականության ուղղությամբ նաեւ արդի են եւ կարելի է նայած որ հատվածում իհարկե նաև դա, բայց այսինքն կարելի է օգտագործել այդ գործիքները ավելի հասանելի դարձնել շահառուների, հիմնականում խնդիր էր նկատվել նաև համայնքներում ավելի խոցելի կամ անապահով ընտանիքների շուրջ իրազեկվածության պակասը եւ սա լրջագույն խնդիր է, որոնք մենք բարձրաձայնել ենք եւ նաև ծրագրի հիմնական նպատակն էր, որ մենք քաղաքացիներին, այսինքն անհատ անձանց ներգրավենք նաև պետական բյուջեի քննարկումներին, իդեմս միջնաժամկետ ծախսերի ծրագրի հանրային քննարկումներին, որոնցից յուրաքանչյուրին սովորական անհատը կարող է մասնակցություն ունենալ եւ այդ քննարկումների ժամանակ բարձրաձայնվում են եւ քննարկում են այն խնդիրները, այսինքն պետական բյուջեի ծրագրերը, որոնք որ իրականացվել են ու այս դեպքում շահառուները կարող են հենց այդ քննարկումների արդյունքում բարձրաձայնել այն խնդիրները, որոնց առնչվել են այդ ծրագրերի թեկուզ օգտվելու առումով եւ նաև քաղաքասարական կազմակերպությունները, ովքեր եւս անմիջական ազդակ են հանդիսանում եւ այս դեպքում էլի կարելի է այդ ուղղությունը զարգացնել եւ մեր հենց ծրագրի նպատակն էլ դա է, ինչպես նաեւ հիմնականում փորձում ենք նաեւ ներկա բարելաված առաջարկների համար հենց խոցելի կիրառման մեխանիզմները մշակել, որոնք կարող ենք հետագայում բարելավել եւ ներկայացնել համապատասխան պետական մարմնին։ Տիկին Մխիթարյանը այսպես համապարփակ ներկայացրեց մի քանի խնդիր, որոնք դուք արձանագրել եք, բայց կուզեի ավելի թիրախային մոտենայինք խնդիրներին եւ փորձենք հատ-առհատ հասկանալ, թե հիմնական խնդիրները որոնք են, որ դուք արձանագրել եք հետազոտության ընթացքում եւ ինչ առաջարկություններ են ներկայացվել։ Շատ լավ, մի խնդրի մասին արդեն արձանագրվեց գործընկերությունից կողմից, իրազեկվածության հարցն է, դրա վերաբերյալ բնականաբար մենք նաև մեխանիզմներ ենք առաջարկել։ Իմիջիայլոց նշեմ, որ այդպիսի մեխանիզմներից մեկը ՀԿ կենտրոն հասարակական կազմակերպությունը հենց ինքն է կիրառել եւ մենք օրինակ բաց քննարկումների միջոցով, տարբեր մեթոդաբանությունների կիրառմամբ կարողացել ենք հրավիրել բռնի տեղահանված անձանց եւ իրենց հետ տարբեր մեթոդներով կարողանալ վերհանել կարիքները, իրական կարիքները եւ այդ մեթոդի գործնական կիրառումը նաեւ առաջարկվել է աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությանը, որովհետեւ հետագայում այդպիսի մեթոդների կիրառմամբ հնարավոր լինի ավելի կարիքահեն ծրագրային բյուջեներ մշակել։ Չէ՞ որ հետագայի համար նաև խնդիրներն են փոխվելու ըստ այդմ։ Այո, խնդիրները շատ ճիշտ նշեցիք, իրանք փոփոխվող են, այդպիսի մի արձանագրում նաև մեր հետազոտությունը տվեց, որ օրինակ եթե 20 թվականին եւ 23 թվականին այդ երկու հիմնական խումբ տեղահանումների արդյունքում խնդիրների համախումբ այլ էր, հիմա արդեն մարտիկ ավելի արագ արձագանքման ճգնաժամային իրավիճակի, այսպիսի խնդիրներ էր եկել։ Հիմա մարդիկ մեր հարցումները նաև ցույց են տալիս, որ ցանկանում են ավելի երկարաժամկետ ծրագրեր, ավելի ուղղված, որոնք ուղղված են ավելի շատ օրինակ զբաղվածության ոլորտին, իրենց որոշակի եկամուտներին։ Հաշվի առնել նաև եւս մի քանի հանգամանք կարևոր, որ մարդիկ տեղահանվել են, ամբողջությամբ կենցաղ առօրյա ամեն ինչ փոխվել է եւ նրանցից շատերը ստիպված են փոխել մասնագիտությունը։ Այո, այդ խնդիրներն են կարևոր եւ ի ուրախություն մեզ կարող եմ արձանագրել, որ արդեն 2026 թվականին այդպիսի մի ծրագիր մշակվել է, որը նաեւ մեր առաջարկությունների մեջ է ներառված, որ ավելի երկարաժամկետ զբաղվածության ծրագիր լինի, ինքնազբաղվածության խտանման եւ պետությունը հիմա Լեռնային Ղարաբաղից տեղահանված մեր հայրենակիցներին առաջարկում է ինքնազբաղվածության շատ հետաքրքիր մեխանիզմ, այսինքն ինքը անցկացվում են
բիզնեսի կառավարման դասընթացներ եւ այդ դասընթացների արդյունքում իրենք ստեղծում են փոքր բիզնեսներ եւ այդ փոքր բիզնեսին աջակցություն է տալիս պետությունը դրամաշնորհի տեսքով։ Այսինքն սկզբի համար ոնց որ որոշակի օգնություն լինի, որ ոտքի կանգնի։ Այո, կամ սկզբի համար կամ եթե օրինակ իրենք կարողացել են Լեռնային Ղարաբաղում որոշակի ունենալ ինչ-որ մի հմտություններ բիզնեսի ոլորտում, կարողացել են դրանով զբաղվել, ասենք, չգիտեմ, լինի դա գյուղատնտեսություն, թե փոքր արտադրություն, հիմա գալով էստեղ իրանց աջակցության որոշակի աջակցության կարիք ունեն եւ այդ աջակցությունը պետությունը տրամադրում է, որովհետեւ կարողանան առաջ գնալ։ Մի համախումբը այս խնդրին էր վերաբերվում, ինչի շուրջ մեր առաջարկները ներկայացրել ենք։ Երկրորդը կարող եմ նշել ավելի մասնագիտական առաջարկները, որոնք վերաբերվում են ծրագրային արդյունքների եւ ազդեցությունների ձևակերպումներին։ Մենք առաջարկել ենք, որ պետական բյուջեի եւ միջնաժամկետ ծախսային ծրագրում արդյունքները ձևակերպեն ավելի երկարաժամկետ, ավելի ազդեցության մակարդակի, այսինքն թե ինչպիսի փոփոխություն է տեղի ունենում շահառուների կյանքում։ Ավելի հեռանկարային ենք տեսնում։ Այո, այս ճիշտ է, ծախսը կատարվում է տվյալ տարվա բյուջետային տարվա ընթացքում կամ միջնաժամկետ ծախսային ժամանակահատվածում եռամյա, բայց մեր առաջարկն է, որ այդ ցուցիչները ձևակերպեն ավելի երկարաժամկետ եւ մենք կարողանանք ի վերջո խնդիրների լուծումը ավելի հիմնովին տալ եւ կարողանանք նաեւ գնահատել հետագայում, թե ինչ փոխվեց շահառուների կյանքում, ոչ թե միանվագ աջակցություն ճգնաժամային ուղղակի արձագանք, այլ ավելի երկարաժամկետ։ Այդպիսի նաեւ համախումբ մասնագիտական առաջարկներ ենք ներկայացրել, որոնք նաեւ հենց միջնաժամկետ ծախսային ծրագրի հանրային քննարկման ժամանակ ենք մենք մասնակցել ու ներկայացրել նախարարությանը, հուսամ դրական արձագանքներ կունենան։ Տիկին Մխիթարյան, որքանով են պետական բյուջեում արտացոլվել տեղահանվածների սոցիալական կարիքները եւ արդյոք ֆինանսավորումը համարժեք է եղած խնդիրներին։ Պետք է այստեղ էլի նշեմ, որ այդ իրականացվում են ծրագրերը, բայց արդյունավետության կամ դրանց համապատասխանությունը հենց իրական շահառուներին դեռևս այդպես քննարկման թեմա է մնում, բայց իրականում պետք է ողջունելի լինի նաև պետության աջակցությունը, որ կոնկրետ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց շրջանում իրականացվում են ծրագրեր, այսինքն իրականացվում են ծրագրեր եւ դրանց համապատասխան ծրագրերում արկա միջոցառումները հենց թիրախավորված են, օրինակ ունենք ճգնաժամերի հակազդման եւ արտակարգ իրավիճակների նվազեցման հետևանքով սոցիալական աջակցության ծրագիրը, որը հենց բացառությամբ ուղղված է բռնի տեղահանված անձանց սոցիալական աջակցության ապահովմանը եւ հիմնականում առաջարկների մեջ մենք նաեւ պետական բյուջեի ֆինանսավորմանն ենք անդրադարձել, քանի որ պետական բյուջեի ֆինանսավորումը դեռևս վերևից ներքև մեխանիզմով է իրականացվում եւ ուստի այդ պլան փաստացի ցուցանիշների միջև կան ծրագրեր եւ համապատասխան միջոցառումներ, որտեղ շեղումը զգալի է լինում, այսինքն տրվում է սոցիալական աջակցությունը, ֆինանսավորումը, սակայն եթե համեմատենք ինչքանով է տրվում եւ փաստացի ինչքանով է ծախսվում, այդտեղ որոշակի տարբերություններ են լինում, սակայն օրինակ կատարողականները լինում են շատ բարձր եւ այստեղ այդպես հակասական պատկեր է առաջանում եւ մեր հենց առաջարկն է նայել, որ այդ պլան փաստացի ցուցանիշների տարբերությունները փորձեն ավելի նվազեցնեն եւ դա հիմնականում կիրառելի կլինի նպաստել այն դեպքում, երբ որ հենց շահառուների հետ անմիջական քննարկումներ տեղի ունենան, որպեսզի շահառուները ոչ միայն իրականում տեղյակ լինեն, թե իրենց այսինքն մենք յուրաքանչյուրս հիմա վճարում ենք հարկեր եւ այդ հարկերի նաեւ միջոցով է որ իրականացվում են ծրագրերը եւ այսինքն տեղյակ լինեն թեկուզ այդ հարկերը ուր են միտված եւ ֆինանսավորման առումով այնտեղ հենց զբաղվածության ծրագրի մեջ կար որ դինամիկան տարիների ընթացքում պես փոփոխական էր, քանի որ պլան փաստացի, այսինքն պլանային դինամիկան երբ որ դիտարկում էինք եւ համեմատում էինք փաստացիների հետ, որոշակի ինչ որ միջակայքում չկար, որ օրինակ այդ շեղումները տատանվեին, բայց ավելի նպաստավոր եւ արդյունավետ կլինի, որպեսզի օրինակ հստակեցված լինի ինչ որ հատուկ միջակայքեր, որպեսզի գոնե այդ շեղումները այդ միջակայքերում տեղի ունենան, որպեսզի առավել նպաստավոր լինի ֆինանսավորման աջակցությունը։ Բռնի տեղահանված մեր հայրենակիցները, երբ եկան մեզ մոտ, իրենք կարծես այսպես տարածվեցին Հայաստանի տարբեր մարզերով։ Մենք շատ լավ գիտենք, որ Հայաստանի մարզերում
խնդիրներն էլ են տարբեր։ Հետևաբար դիտարկելով ընդհանուր ծրագիրները շատ լավ է, որ կան ընդհանուր ծրագրեր, որոնք նպաստում են ավելի արագ կայունանալուն, ավելի արագ ադապտացվելուն, որ հենց սկզբնական փուլում տեղի ունեցավ, որպեսզի նրանք կրկին կարողանան ոտքի կանգնել եւ քայլեն առաջ։ Այս պարագայում արդյոք ուշադրություն են դարձվել մարզային առանձնահատկությունները իրենց խնդիրներով, որպեսզի լինեն օգնությունները ավելի թիրախային։ Իրականում մինչև հիմա իրականացված ծրագրերը համապետական բնույթ են կրել եւ ընդհանրացված են եղել բոլոր մարզերում եւ Երևանում ապրող նշված խմբի շահառուների համար, բայց այդ ուղղությամբ այո մենք քննարկումներ իրականացրել ենք եւ նաեւ որոշակի առաջարկ նույնպես ներկայացրել ենք, խոսքը այն մասին է, որ շահառուների խմբերի որոշակի իդենտիֆիկացիա տեղի ունենա եւ երբ որ ծրագիրը մշակվում է, լինի հնարավորինս կարիքահեն հենց այդ խմբի համար։ Օրինակ, ինչպես նշեցի, մի ծրագիրը դա ինքնազբաղվածության ծրագիրներ, մյուսը զբաղվածության ոլորտի ծրագրերը կարող են լինել եւ համանման այլ ծրագրեր, որոնք աջակցման ունեն կոնկրետ աջակցման ուղղություն եւ այո նաեւ ինչու՞ չէ աշխարհագրությունից դուրս գալով ինքը կարող է տարբերվել։ Այստեղ նաեւ կարեւորել ենք միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոնների դերը, որովհետեւ իրենք այն որ ուղիղ շփվում են իրենց դերը շատ մեծ է իրականում, այո, եւ իրենք են որ ներկայացնում են այդ տարածքային կենտրոններն են, որ ներկայացնում են հենց արկա խնդիրները։ Օրինակ մենք երբ որ ծրագրի շրջանակներում Լոռու մարզում անցկացրեցինք քննարկում այդ բաց տարածք մեթոդի կիրառմամբ, այդ եւ շահառուները եւ տեղի տարածքային կենտրոնները բավական լուրջ ուրեմն տեղեկատվության են տիրապետում եւ կարծում եմ որ այստեղ անհրաժեշտություն կա այդ տեղեկատվությունը բոլոր մարզերից եւ Երևանից համախմբելու, հավաքագրելու եւ ծրագրերը դարձնելու ավելի թիրախային։ Այստեղ ուզում եմ հասկանալ, դուք ասացիք, որ շփվել եք տարբեր ներկայացուցիչների հետ, որոնք անմիջական շփում ունեն, օրինակ վերջինը սոցիալական ծառայությունները, այս պարագայում, քանի որ տիրապետում եք որոշակի ինֆորմացիայի, որոնք հենց առաջին ձեռքից են ստացվել, այդպես կարող ենք ասել, կարող եք ասել հիմնականում մարդիկ այդ խմբի տեղահանված հայրենակիցները ինչ կարիքներ եւ կարծիքներ են փորձառության մասին, ինչ են առանձնացնում, եթե նայում ենք առաջին ձեռքից, խնդիրները որոնք են ըստ նրանց։ Դե հիմնական եթե դիտարկենք, ինչպես նշեցի, արդեն ճգնաժամային արձագանքից անցում է կատարվել ավելի կայունության եւ երկարաժամկետ արձագանքի պահանջի, քանի որ մեծ մասը արդեն իր պլանները հիմնականում հատկապես են մարդիկ, ովքեր արդեն իսկ մնացել են եւ չեն հարտագաղթել, որովհետեւ ինչպես գիտենք, այո, բավական մեծ հոսք նաեւ արտագաղթի տեսքով եղել է տեղահանվածների շրջանում, բայց այդ մարդիկ, ովքեր մնացել են, իրենք հիմնականում իրենց ապագան կապում են մեր երկրի հետ եւ կարծում են, որ իրենց անհրաժեշտ է ավելի երկարաժամկետ ու կայուն որոշակի մեխանիզմներ։ Սա փաստում է այն, որ իրենք հաղթահարել են սկզբի ճգնաժամը եւ արդեն ադապտացվել են, հարմարվել են։ Իմ կարծիքով անցումային փուլում են գտնվում։ Նաև կուզեմ նշել, որ մենք իրականացրել ենք հենց շահագրգիռ կողմերի հետ, նաև ԿԿ-ների հետ, ովքեր անմիջական շփում ունեն հենց շահառուների հետ, ու այդպես սկզբնական շրջանում իրենք նշում էին, որ խնդիրներ են ունեցել հենց օրինակ քաղաքացիություն ստանալու ընթացակարգերից, որովհետև բարդ էին ինչ-որ չափով, հետաձգումներ էին լինում, սպասումները այստեղ թղթաբանության խնդիրներ, այո, թղթաբանության խնդիրներ են լինում նաև, ինչպես նաև իրականացվում է հենց բնակարանային ապահովման ծրագիրը, որը ներկա պահին շատ մեծ թափ է հավաքել, եւ հիմնականում այդ բնակարանային ապահովման ծրագրի շրջանակներում էլ, քանի որ շահառուները ցանկանում են բնակարան ձեռք բերել, որոշակի խնդիրներ նաև այստեղ էին մատնանշում, որ առնչվել են, այսինքն էլի թղթաբանության հետ կապված կամ ուզում են բնակարան ձեռք բերել, բայց դեռևս քաղաքացիություն չունեն եւ դա խոչընդոտում է կամ X տարածքում չեն ուզում, Y տարածքում են ուզում։ Իրականում դրա հետ կապված աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարություններ մինչ այժմ որոշակի փոփոխ
փոփոխությունները իրականացնում է, նաև խնդիր էր առաջանում հենց բնակարանային ապահովման ծրագրի շրջանակներում, օրինակ անշարժ գույքի շուկաների ուսումնասիրությունը չէր թողնում, որպեսզի իրենց գումար իր այդ տրված ֆինանսավորման գումարին համապատասխան կարողանան նաև բնակարան ձեռք բերել կտրուկների աճը նկատի ունեք, քանի որ վերջին տարիներին այդ անշարժ շուկան նաև մեծացել է եւ այս խնդիրներն էին, որ հիմնականում շահառուները առնչվել էին եւ բարձրաձայնում էին մեր հանրային քննարկումների շրջանակում, ուստի մենք նաև այդ դրանք հավաքագրել ենք, վերախմբագրել ենք եւ դեռևս լրամշակման փուլում են, որպեսզի ամբողջականացվեն եւ տրվեն համապատասխան նախարարությանը, որպեսզի հետագա քայլերը իրենք եւս ներառեն իրենց ծրագրերում։ Իսկ զրուցելուց հուզական փոփոխությունների մասին ինչ կարող եք ասել, օրինակ մարդը բոլորովին այլ մասնագիտություն ուներ, եկել եւ չի կարողանում կողմնորոշվել, թե ինչով պիտի զբաղվի։ Մարդիկ կան, որ շատ արագ ադապտացվել են, գտել են երկրորդ մասնագիտություն են ձեռք բերել, որոշակի կրթական ծրագրերից են օգտվել իրենց համար նախատեսված, բայց մարդիկ էլ կան, որ դեռ չեն կարողանում այսպես ասած ադապտացվել։ Այդ մասով էլի միասնական սոցիալական ծառայության դերը պետք է մենք կարևորենք, քանի որ իրենք եւ պետք է աշխատեն սոցիալական աշխատողներ եւ աշխատում են սոցիալական աշխատողների ինստիտուտի ու միջոցով եւ նաեւ հոգեբաններ են այնտեղ ներգրաված, կարծում եմ, որ այդ ավելի հուզական ու հոգեբանական բաղադրիչը պետք է լինի իրենց օրակարգում։ Որովհետեւ կարևորագույններից է հենց այդ վիճակն է, որ մարդուն պիտի դրթի, որ շարունակի նոր կյանք, նոր համաձայն եմ, ուղղակի մեր հետազոտությունը այդպիսի խնդիր չի ունեցել, ինքը մենք անդրադարձել ենք որպես բյուջետային ոլորտի մասնագետներ, անդրադարձել ենք միայն պետական բյուջեի միջնաժամկետ ծախսային ծրագրում արկա բյուջետային ծրագրերի եւ դրանց կատարողը, ոչ միայն թվերի, բայց նաեւ դրանց կատարողականը, քանի որ երբ որ մենք ուսումնասիրում ենք դրանց կատարողականը ու գնահատում ենք, թե ինչ կանով է արդյունավետ եղել, այդտեղ նաեւ ձեր ասած որակական հատվածին էլ ենք անդրադառնում։ Չգիտեմ որքան առնչություն ունի ձեր ուսումնասիրության հետ, բայց մենք տեսնում ենք հստակ մի բան եւ առաջին անգամ չէ որ դա տեսնում ենք, որ բացի պետության նախաձեռնած ծրագրերից շատ ակտիվ են եւ մեծագույն գործ են անում հասարակական կազմակերպությունները, առանց որի որոնց գուցե շատ դժվար լինեին ավելի թիրախային ծրագրեր իրականացնել։ Այս պարագայում ունեք մենք չենք անդրադարձել դրան, բայց մենք շնորհակալություն հայտնենք բոլոր հասարակական կազմակերպություններին, եւ տեղական եւ միջազգային բոլոր հասարակական կազմակերպությունները, հատկապես բուն այդ տեղահանման ժամանակահատվածում իրանք գերակտիվ աշխատել են միանշանակ, մենք բայց դրանց հասկանալի է, բայց տեսանելի է կարևորը, մենք հստակ տեսնում ենք այդ ամենը, հենց շահառուներն եք պաստը։ Եկեք նաև փորձենք հասկանալ իրականացված ծրագրերից, որոնք են եղել առավել արդյունավետ եւ տվել շոշափելի արդյունքներ մարդկանց ավելի լավ կյանքի առումով։ Այստեղ կուզեմ նշել հենց բնակարանային ապահովման ծրագիրը, կայունություն է տալիս։ Այո, ինչպես նաև նշեցի նախորդիվ, այդ ճգնաժամերի հակազդման եւ արտակարգ իրավիճակների նվազեցման հետևանքով սոցիալական աջակցության ծրագիրը, որը ըստ էության հենց արտակարգ իրավիճակների ժամանակ էր տեղի ունենում, դա պատերազմը կարող ենք այստեղ նշել, այսինքն այդ ժամանակ աջակցությունը գրեթե բացառապես ամբողջությամբ տրվել է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց, այսինքն շահառուներին, հիմնականում գումարներն էլ այնպես էր եղել, այսինքն ֆինանսավորումը, որ ամբողջությամբ հենց հատկացվել էր, այսինքն դաժե այդպես շեղումներ չէին գրանցվել եւ կատարողականներն էլ բարձր էր ստացվել, նաեւ բնակարանային ապահովման ծրագիրը ճիշտ է, ինչ որ խնդիրներ այնուամենայնիվ շահառուները բախվում են, բայց կարող եմ նշել, որ եթե չեմ սխալվում 3000 ընտանիք արդեն ստացել է բնակարանային ապահովման այդ հավաստագիրը, բայց այստեղ կուզեմ նշել նաև, որ մեր առաջարկների մեջ էլ կար հենց արդյունքային չափորոշիչները պետական բյուջեում, քանի որ արտացոլվում են, իրականում միայն քանակական ցուցիչների վրա են հիմնված, բայց որակական ցուցիչները չկա, ճիշտ է, որակական ցուցիչ գնահատելը, այսինքն իրենց արդյունավետ
արտահայտության գնահատելը այնուամենայնիվ բարդ է շատ դեպքերում, բայց կարելի է գոնե հենց համագործակցելով քաղաքասարական կազմակերպությունների հետ եւ շահառուների հետ որոշակի օրինակ ստանդարտացված հարցաթերթեր մշակել, որպեսզի պատկերը տեսանելի լինի։ Այո, պատկերը տեսանելիս շահառուները լրացնեն օրինակ ու այդ ցուցիչները նաեւ տեղակայվեն տվյալ ծրագրի համապատասխան միջոցառման արդյունքային չափորոշիչների շրջանում։ Այստեղ ուզում եմ հասկանալ, որ սոցիալական ուղղություններն են առավել մեծ ֆինանսական աջակցություն ստացել։ Բնակարանային ապահովումը, զբաղվածությունը, կրթությունը, թե կան այլ ոլորտներ։ Իրականում մերը հենց բացառապես սոցիալական պաշտպանության ոլորտին էր վերաբերում, չնայած կրթության ոլորտին էլ որոշակի գումարներ հատկացվում է, այսինքն վարձավճարների, ուսանողների վարձավճարների տրամադրման հետ կապված, բայց քանի որ մեր ծրագրի հիմնական ուղղությունը հենց սոցիալական պաշտպանության ոլորտում իրականացվող պետական աջակցության ծրագրերի վերլուծությունն էր, այստեղ մենք այլ ոլորտներին թերևս չենք արձանագրել, չնայած որ երբ որ հանրային քննարկումներ իրականացնում էինք, օրինակ հենց ԿԿՆ-ներն էին, որ բարձրաձայնում էին խնդիր, որպեսզի տեղեկատվական համակարգ լինի միասնական, այսինքն դատաների բազա, որպեսզի հենց շահառուները այդտեղ լրացվեն, ու այս դեպքում կարող ենք օրինակ օգտվել կրթության ոլորտից, քանի որ կրթության ոլորտին հենց տրվում են օրինակ ուսանողների հստակ քանակ կա, որ տրվելու, ու այդտեղից կարող ենք մենք օգտվել, որպեսզի դատաների բազան կարողանանք ստեղծել, նաև այսպիսի առաջարկ կար, որ բարձրաձայնվել էր։ Այդ շահառուների թվականագով եթե անդրադառնանք, բնականաբար ամենաառաջին մեծ տեսակարգշիռը ճգնաժամային իրավիճակում այդ արձագանքման ծրագրին է բաժին ընկնում, քանի որ տեղահանումից անմիջապես հետո մեծականակ մարդիկ միանգամից օգտվել են այդ ծրագրից, եւ հիմա իհարկե մյուս ծրագրերի շարունակականության մեջ արդեն կշիռները փոփոխվում են եւ կարող ենք արձանագրել, որ օրինակ արդեն բնակարանային, ինչպես նշեց գործընկերս, բնակարանային ապահովման ծրագիրը սկսել է թափ առնել եւ բավական մեծ քանակով շահառուներ սկսում են օգտվել հենց այդ հատկացված բնակարաններից։ Մենք կարող ենք ասել, որ այս հետազոտության արդյունքները հիանալի հայելի են, ավելի ամբողջական պատկերը տեսնելու առումով եւ ստացվում է, որ ձեր հետազոտության արդյունքների ձայնը լսելի է եւ գուցե ավելի ճկուն դառնան աջակցության ծրագրերը եւ ավելի թիրախային լինեն։ Մեր հիմնական նպատակը հենց դա է ի սկզբանե եղել եւ հիմա էլ մենք գտնվում ենք շահերի պաշտպանության փուլում ծրագրի շրջանակներում ու ինտենսիվ քննարկումներ են ընթանում պատասխանատու կառույցների հետ մենք վստահ ենք, որ մեր առաջարկները, որոնք հիմնավորված են նաև մասնագիտական գնահատականներով, մեր առաջարկները կընդունվեն նախարարության կողմից, հետագայում նաև ազգային ժողովի կողմից կներառվեն պետական բյուջեի մասին օրենքում եւ միջնաժամկետ ծախսային ծրագրում։ Այս պատկերը որոշակի օգնություն է ավելի ճիշտ տեսնելու իրավիճակը։ Այո, եւ նաև իրավիճակը եւ ապակային միտված լուծումները։ Վերջին 1 րոպեն է մնացել, եթե հավելելու բան ունեք, խնդրեմ, ծրագրի հետ կապված։ Մեր ծրագրի, ինչպես գործընկերը եւս նշեց, հիմնական նպատակն է եղել, որպեսզի մենք կարողանանք ապահովել թափանցիկ եւ հաշվետու մասնակցային բյուջետային քաղաքականություն հենց հանրային հասարակության ոլորտում, քանի որ ինչպես նշեցի, այդ շահագրգիռ կողմերը կարող են հետևել պետական մարմինների կողմից այդ հանրային քննարկումների եւ մասնակցություն ունենալ, այսինքն բարձրաձայնել իրենց խնդիրները կամ ուղղակի տեսնել թե ինչպես են ծախսվում իրենց գումարները այդ պետական բյուջեին, այսինքն այդ մասնակցային դարձնել, քանի որ շատ միջազգային փորձը ուսումնասիրելով նաեւ օրինակ Չեխիայում կամ Էստոնիայում հենց այդ թափանցիկ ու մասնակցային բյուջետային քաղաքականության, այսինքն պետական մարմին եւ հասարակություն այդ երկխոսությունն է ստեղծվում, ինչը բնականաբար առավել արդյունավետ է դարձնում պետական ծրագրերի ֆինանսավորումը եւ նաեւ արդյունավետությունը։ Շնորհակալություն մանրամասներ ներկայացնելու համար եւ նաեւ շնորհակալություն նման հետազոտություն իրականացնելու համար, որովհետեւ կարծում եմ խնդիրների բարձրաձայնման հետ կապված ավելի հեշտ լուծումներ կարելի է տրվել, որոնք կլինեն ավելի թիրախային եւ ի վերջո արդյունավետ։ Հիշեցնեմ հարգելի ռադիոլսողներ, իմ զրուցակիցներն էին ՀԿ կենտրոն քաղաքացիական հասարակության զարգացման հասարակական կազմակերպության ծրագրի փորձագետ Խարի Փարությունյանն ու ՀԿ կենտրոնի բյուջեների վերլուծության երիտասարդ փորձագետ Նանե Մխիթարյանը։ Մնացեք հանրայինի հետ, ես Լուսինե Մուրադյանն եմ եւ հրաժեշտ եմ տալիս։
ձայնը